Կրթության միջև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմքում սովորողակենտրոն ներառական միջավայրի ապահովումն է, կրթության արդյունավետության բարձրացումն ու միջազգայնացումը։ Հայաստան-Եվրամիություն կրթական երկխոսություն խորագրով հանդիպմանը կրթության փոխնախարարը խոսում է թվերով։ Այս պահին արդեն 200-ից ավելի նախադպրոցական հաստատություններ պատրաստ են, որտեղ հաճախում են շուրջ 14,000 նախադպրոցական տարիքի երեխաներ եւ շուրջ 210 նախադպրոցական հաստատություններում այս պահին ընթանում են աշխատանքները շինարարական, որոնք ապահովեն շուրջ 20,000 երեխաների համար նախադպրոցական կրթության հասանելիություն։ Նպատակն է հանրապետության բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նախադպրոցական կրթությունը, ներառելով 3-ից 5 տարեկան երեխաների շուրջ 95%-ին։ 3 խմբի են առանձնացվել այն բնակավայրերը, որտեղ այս պահին հասանելի չեն նախադպրոցական ծառայությունները, 50-ից ավել երեխա ունեցող բնակավայրերում նոր մանկապարտեզներ են կառուցվում, 6-ից 49 երեխա ունեցող բնակավայրերում նախակրթարաններ են հիմնվում հիմնականում դպրոցական բազայի հենքի վրա, իսկ մինչև 5 երեխա ունեցող բնակավայրերում այլընտրանքային մոդելներ են քննարկվում։ Քննարկվում է 5-ից 6 տարեկանների համար նախադպրոցական կրթությունը պարտադիր դարձնելու հարցը։ Այս պահին հանրապետության 60 դպրոցում շինարարությունն ավարտվել է, շուրջ 200-ում ընթացքի մեջ է։ Մեծ մասում ավարտը նախատեսված է մինչև նոր ուսումնական տարի։ Առաջնահերթությունների ցանկում գյուղական բնակավայրերում կրթական համալիրների կառուցումն է։ Շուրջ 100 բնակավայրում մենք կրթահամալիրներ ենք ունենալու, որոնք իրականացնելու են տարբեր մակարդակի կրթական ծառայություններ, մասնավորապես նախադպրոցական եւ դպրոցական կրթական ծառայություններ եւ իհարկե նաեւ երիտասարդական, մշակութային, սպորտային, արտադրոցական տարաբնույթ ծառայություններ հանդիսանալով որպես համայնքային կենտրոններ։ Շահագործման հանձնվող բոլոր դպրոցները հագեցվում են նոր գույքով, ապահովում STEM լաբորատորիաներով, որոնց թիվն արդեն անցնում է 800-ը։ 2018 թվականից մինչև հիմա 3 անգամ ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը։ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է ինտեգրել բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտը, ստեղծելով մեկ միասնական համակարգ։ Ռազմավարությամբ ունենք նպատակ դրած առնվազն 4 բուհ ունենալ միջազգային ռեյտինգի արման 500-ակներում եւ առնվազն կրկնապատկել միջազգային ուսանողների քանակը Հայաստանում բարձրացնելով բարձրագույն կրթության որակը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խոսքով բարեփոխումները հաջողվում են նաեւ միջազգային գործակցության, մասնավորապես Եվրոպական միության հետ։ Արդեն գործում է բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքը, քննարկման է ներկայացվել գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը։ Ինչպես վարչապետն է հաճախ նշում, կար ժամանակ, երբ որ մենք ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեր ամենակարևոր ռազմավարություններից էր, այսօր մենք խոսում ենք այն մասին, որ կրթությունը մեր ռազմավարությունն է յուրաքանչյուր ոլորտում։ Իսկ սա իհարկե շատ մեծ հանձնառություն ու պատասխանատվություն է կրթության ոլորտի միջոցով նաև հանրային ու տնտեսական զարգացման բազմաթիվ խնդիրների լուծումները տալ եւ առաջին հերթին այդ լուծման ուղիղ ճանապարհը իհարկե մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման խնդիրն է։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կայուն զարգանում են, ներառելով նաև կրթության ոլորտը, ընդգծում է մեր երկրում Եվրամիության դեսպանը։ Վասիլիս Մարագոսի խոսքով մարդկային կապիտալում ներդրումները կողմերի առաջնահերթությունն են, ինչը կարևոր է նաև երկրի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները շարունակ զարգանում են եւ ձգտում ռազմավարական մակարդակի։ Հուլիսին Հայաստան ժամանեց Եվրամիության դիվանագիտության ղեկավարը քննարկելու գործակցությունը անվտանգության եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ նախապատրաստելու գործընկերության նոր օրակարգ։ Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է թևակողել։ Գործողությունների ծրագիրը արդեն փոխանցվել է հայկական կողմին, ինչը զգալի առաջընթաց է։ Իդեպ վիզաների ազատականացման հարց Եվրամիությունը այսօր միայն Հայաստանի հետ է քննարկում եւ դա շատ կարևոր նվաճում է մեր հարաբերություններում։ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումներին զգալի աջակցություն է ցուցաբերում նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Հայաստանը շուտով կհասնի կրթության զարգացման պետական ծրագրի միջնակետին։ Դա շատ կարևոր հավակնոտ փաստաթուղթ է կրթական ոլորտի բարեփոխումների համար։ Մենք հայկական կողմին ցուցաբերել ենք աջակցություն ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, դպրոցների կառավարման, մոնիթորինգի եւ բյուջետավորման ծրագրի կազմման, բարեփոխումներին, երիտասարդների ներգրավման հարցերում։ Վայգանդը նշում է, Հայաստանի կողմից իրականացվող կրթական բարեփոխումները ծավալուն են, ընդգրկում են բոլոր մակարդակները եւ բավական խոստումնալից են։ Բրույր Մկրտչյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։